Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ ըստ Գելափի հարցման քաղաքացիների 73%-ը կարծում է, որ պետք է անպայման իրենց գնահատականը տան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդական դերից Ռուսաստանին դուրս գալը 17%-ն է գնահատել միանշանակ դրական, 36.1%-ը միանշանակ բացասական։ Հարցվածների 36.7%-ը բացարձակապես ճիշտ որոշում է համարում Հայաստանի վարչապետի մասնակցությունը Մոսկվայում հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Միանշանակ սխալ է համարել 22.8%-ը։ Գելափը հարցումն անցկացրել է ապրիլին 1101 քաղաքացիների շրջանում։ Կենտրոնական բանկը առևտրային բանկերին հորդորել է սառեցնել բոլոր այն վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Վերջին շրջանում զեղծարարները խարդախությամբ կորզում են քաղաքացիների անձնական տվյալները եւ նրանց անունով ձևակերպում առցանց վարկեր։ Անդրադառնալով այս խնդրին Մարտին Գալստյանը վստահեցրել է, որ փորձում են գտնել այն ոսկե միջինը, որտեղ կունենան մաքսիմալ պաշտպանված սպառող։ Նրա խոսքով Կենտրոնական բանկը չի կարող եւ չունի այդքան ռեսուրս, որպեսզի հետևի բոլորին եւ կարողանա կանխել կիբերհանցագործությունը։ Գիշերը հրկիզել են Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը դատապարտել է տեղի ունեցածը եւ նշել, որ քաղաքական տարաձայնություններից անկախ նման արարքներն անթույլատրելի են եւ պետք է դառնան օբյեկտիվ քննության առարկա։ Մայր Հայաստան խմբակցությունն էլ տեղի ունեցածը գնահատում է Ստեփանյանի հանրային քաղաքական եւ կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանի որ անձնական տիրույթում նա չունի կոնֆլիկտներ։ Ուկրաինայի քաղաքացի 13-ամյա Մայա Վորյատկինայիդին են հայտնաբերել այսօր ժամը 14:15-ի սահմաններում Երևանյան լճի եւ գետի միացման հատվածում, տեղեկացնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Ապրիլի 27-ին Հրազդանի կիրճում է առեղծվածային դեպքը տեղի ունեցել։ Քննչականում քրեական վարույթ են նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։